Արել հայրեով բոլորի նախքան խոսքի և փոխանցումով եմ շնորհակալ հայրենի քահանահոր, որ այս օրեցավ Թեոքրեդիանոս Գաստրի մեջ աշտունեց հոգևոր կյանքի մեջ, վարված սուրբ աստվածածին և որդուն Հիսուսի սիրով։ Այն օրերում Թեոքրեդիանոս Գաստրը խորեցավ նոր գին մարմեն, որ պիտի ըլլա հռոմեացիներու դան դիեզերական թագուհին։ Ուստի Գաստրի հրամանով սկսան փնտրել ամբողջ թագավորության մեջ գտնելու համար շքնաղ ու գեղեցիկ աղջիկներ, որպեսզի անոտ որ հավնի Գաստրը բերել դագերեն որպես գին։ Գաստրի հրամանատարները լսելով Հռոմի սահմաններում մոտ ապակված հույսերու մասին, եկան Քայանեի վանքը և բռնությամբ ներս մտնելով տեսան գեղեցկուհի Հրիփսիմեն, սկանչացան անոր տեսքով և այլ գեղեցիկ աղջիկներու հետ բերին թագավորի մոտ։ Թագավորը երբ տեսան Հրիփսիմեն, սիրահարվեցավ և անմիջապես ժամանակ սահմանեց հարսանիքի համար։ Իհարկե, Սփյուռքի Քայանեն, Հրիփսիմեն և մյուս հույսերը գիտակցելով, որ չեն գնալ ընդդիմանալ Գաստրի հրամանին, ուստի աղաչանքներով և հառաչանքներով գաղութեն, խնդրելով Աստծուց, որ ազատեց իրենք այս փորձութենեն։ Սուրբ Հոգին թելադրությամբ Քայանեն, Հրիփսիմեն, մյուս հույսերուն և քահանաներուն հետ ժողով գնեն, մոտ 70 հոգի, և որոշել հարմար բամումը ծովու ջանքով հեռանալ Հռոմեն դեպի հեռավոր երկրներ։ Դերը հաջորդեց իրենց ծրագիրը։ Անոնք ձգտված նավերով հացին Ալեքսանդրիա, Եգիպտոս, լքելով իրենց ծննդավայրը, հասկագայինները և փառքը, որ պիտի գրվեր, իրենց խաչերը շարգած հացին Տիրոջ ետևեն, որում նվիրած էին իրենց կյանքը։ Երբ Ալեքսանդրիա ելան, քանի որ անծանոթ էին քաղաքին, որոշեցին անցնել Պաղեստին, որպեսզի երթան Երուսաղեմ, Հիսուս Քրիստոսի գողած քաղաքը։ Հասնելով Պաղեստին, թացին Փետրեյանի քարայրը, աղոթեցին Աստվածամոր, խնդրելով, որ օգնե իրենց մանավանդ Հրիփսիմենին։ Մեկ ամիս Երուսաղեմ մնալի հետ, դեսպքի մեջ Աստվածածինը իրենց կհրամայեր, որ Հայաստան երթան, Արարատյան երկիրը, ուր Հիսուսի առաքյալներեն Թաճոս և Պարտողոպիոս զգացած և կարոզած էին Քրիստոնեությունը։ Ապա թելադրեց, որ նախ երթան Եգեսիա, ապա Հայաստան ու փնտրեն իր փայլերեն պատկերը Հայաստանի մեջ։ Խումբը ուրախությամբ հասավ Եգեսիա, ուր գտան փրկիչին պատկերը և երկրպագեցին։ Հոն ևս տեսիլ ունեցան և սուրբ գիներեն մասը մնացին հոն, ապկար թագավորի իրերեցին, ուրիշներ մեկնեցան դեպի հյուսիս, հասնելով մինչև Վրաստան և այլ վայրեր։ Իսկ Սփյուռքիներ Քայանեն, Հրիփսիմեն իրենց մոտ մնացած խումբի հետ, բազմաթիվ դարաբանքները անցնելով հասան Խլատ քաղաքը և անգի անցան Մոգած սուրբ խաչ վայրը, ուր Աստված անոնց ձեռքով մեծ հրաշքներ գործեց, հալածելով թևերը սուրբ խաչի զորությամբ։ Իրենց ապուստը, հոն Հռոմի մեջ Գաստրի ապուստի մասին խիստ զայրացած կհրամայի գտնել անոնց հետքը։ Երբ իմանա անոնց Հայաստան հաստատվելը, դիմեց դրտակ թագավորին օգնության։ Հոստ պետք է հիշենք, որ Թեոքրեդիանոս Գաստրը և դրտակ թագավոր քաշակիցներ էին։ Ավելին, Գաստրին օգնությամբ էր մեր դրտակ քահաժարանքը Հռոմեն վերադարձած Հայաստանը, հաղթելով վասիկներուն վդարած էր զամուտներ երկրեն և օծված թագավոր։ Այս մտերմության պատճառով Գաստրը հետևյալ նամակը գրած էր դրտակ թագավորին։ Ինքնագար Գաստրը Թեոքրեդիանոս, ար սիրելի եղբայր և աթորագիծ մեր դրտակ ողջույն։ Քու եղբայրությունը թող իմանա այն բոլոր ճարիքները, որ հանաբազ մեր վրա կան քրիստոնյաներ են։ Անոնց կողմէ ամեն օր մեր պետությունը և մեր թագավորությունը լավամարում և անոնց կողմ ոչ մեկ համեստություն չկա, վասնզի մերած և խաչված մեկը կպաշտեն և փայլին և գրբակություն ունեն, որքան որ սպառնալիք կապեցին, անոնց ուսումը այնքան ավելի դարացեցավ, անոնց մեջ գեղեցիկ ուսը տեսավ և ուզեցի զայն բնության անել։ Ոչ միայն չփափագեցավ ինձի, այլև սպառնալիքներս աճվացավ,
եւ իրենց աղանդին պատճառով զիսկ քարշելի եւ բիրց համարեցին։ Սույն օրորտին սնուցիչը եւ ընկերուները զին պախտուցին ծերվողները, ուշադիր եղբայրներ, ուր որակ գտնվին անոնց հետ գտնելու աշխատից եւ բոլոր իրենց հետ եղողներուն մահաբադիժած, իսկ այն չկնակ օրյորդը ինձի գրվեց։ Բայց եթե անոնք երեցությունը քեզի հաճելի տվի, քեզի բարեզային։ Արկայական համագին ընկերություն հետո դրտակ թակավոր անմիջապես կդրամայե Հայաստանի սահմանները ներս կնդրեց անում։ Շատ երկար չի գրել ընդդուքը, որովհետև այգեստաններում մեջ խնամողները տեսած էին լույսերը։ Ուստի չորրորդ օրը արաբորում թակավորը կդրամայե, որ դրիպսի մեկ լույսը բերեն վարակ։ Գեղեցիկ ամուսներ և զարդերներ կբերեն դրիպսիմեին, որպեսզի զարդարվի և մեկ շուկով մտնի քաղաք ներկայանալու թակավորը նախարարներուն հետ երկար։ Վարակ իրգամքին փռնուճամբ բերեն վարակ։ Հրամանը կդադարվի։ Հույսը քաշքշելով և երկրնակ կրգելով կբերեն վարակ և գարկելապակեն սենյակի մեջ։ Եվ դրտակ թակավոր մտնե սենյակ, հապշտակված հույսի կերեցուտերեն դմոդենա անում, ինչ վրիպսմեն շարունակելով աներսանքը կխնդրի աստուծմե օգնել իրեն։ Աստված անդարդեր չի մնար, ինչպես միշտ իրեն աբաբինողներում, սուտ օգյով գզորացրեցին և անմեծ ուժով դդիմացրել թակավորին։ Դրտակ թակավոր, որ համբավ ուներ իր ուժին երկաչության համար, հրոմի մեջ ծուլերու դեմ մարտնչած և սուրացող դարքերը գասեցուցած, այժմ չէր դրնար իր դամ կպարտադրել դրիպսի մեգուսի, որքան պարուճան կվերկրներ թակավորը, այդքան զայրացած կհագացներ լույսը։ Բաղնիչին համացայն, շուրջ 10 ժամ դեղով այս պայքարեն, բարգված, հարազրգված և աժրաբատությունը վիրավորված մեկտի գինա թակավորը, սկեստը բադրված և գրսկանշանները ծիրուցան եղած։ Նույնպես դրիպսի մեգուսը բադրված հապուստով գխոյանատերի դուրս, անցնելով ամպոխի մեջ են դսպուրակելի այգեստաները։ Թակավորին հրամանով կահիճները հասնելով, ամենավայրակ գերբով գողոշորեն սուրբ դրիպսիմեն, նախ լեզուն կդրելով, մարմինը այրելով և գդոր ունելով։ Հույսին ընկերուները ագանատես կլան անոր չանչարաններում և մանեն և մարմին մասերը հավաքելով դրկավեն մասնավոր դեղը։ Անշուշտ իրենք այլ անվադիշ չեն մնար, 33 հոգիներ նույնպես կսպանվի։ Սուրբ դրիպսիմեի նահատակության հաջորդ օրը սվի քայաներ, որ դագավին արգելափակված կմնար ակմոնական բալադերներ, նույնպես շարչարանքով կնահատակվի, անխախտ մնալով և հավաքվի վրա։ Հուսերու նահատակությունը դեղի ունեցավ դրտակի թակավորության 11-րդ տարին, այսինքն 301 թվականին։ Ամեն հուսերու շարչարանքով նահատակությունը ծանր ասեցություն ունեցավ դրտակ թակավորի վրա։ Թեև առաջին անգամը չէր, որ մահմամբ կվանջեր քրիստոնյաները։ Դարիներ առաջ շարչարի դված էր Գրիգորը, որ քրիստոնյա ելալով չէր երկրպակած, խոնարած անհայտությունին դիմաց։ Բայց այդ դեպքը ծանր չէր ճնշած վրան, որովհետև ըստ իրեն Գրիգորը հանցավոր էր, որովհետև անոր հայրը Անագը սպանած էր իր հայրը մեր խոսրով թակավորը։ Սակայն դարձել էր հուսերու նահատակությունը։ Թակավորը կգիտակցեր անոնց ամենը լալը և հոգևես կդանչներ։ Բաղնիչին համացան դրտակ թակավորի խիլջ կդանչերսին և խոզագետ դարձած կկապարեր։ Բժիշկներուն ուժումը չէր օգներ թակավորին։ Ինչպես գիտենք պատմությունը, դրտակ թակավորին ուժումը եղավ Գրիգոր Լուսավորիչը, որ Աստծո հրաշքով ողջ մնացած էր խոր վիրակու մեջ։ Գրիգոր Լուսավորիչ ուժել է եկ դրտակ թակավորը, հավաքեց հույսերուն աճումները և ամփոփեց Էջմիածին մայր տաճարի ողքին։ Հետագային 2 տարի եկ Գոմիդաս կաթոլիկոս առանցին տաճարներ կառուցել տված սրբուհիներու աճումները ում փոխադրել դարով։
Պատմար Մովսես Խորենացին հետևյալ երկու կպագե Փիլիպսինյանց պատմությունը։ Այլ, ով պիտի պատմի Տիրոջ զորությունը և սքանչելիքները, որի ողորմությամբ մեզի գերազանց լույս լուծակեցավ արևմուտքեն Հայաստանի համար, մանավանդ կիներու ողը, որոնց ցերկով ցակեցավ մեզի արեքագը, բարձունքներեն ուսավորելով մեզ աստվածագիտության լույսով։ Մեզի կմնա հարկել շադագը այս սրբույթներում և արժևորել իրենց սովորություն։ Շնորհակալ եմ։